13 տարեկան էի, որ հայրս մահացավ, և հորս մահը ինձ վրա շատ ազդեց։ Ես քրիստոնեությունից հեռու մարդ էի, թեպետ հայերս քրիստոնեություն ընդունել ենք 301 թվականին, պարծենում ենք Փառք Աստծո, Աստված, որ այդ պարծանքը գործնական էլ լինի, ոչ միայն խոսքեր։ Եվ հիշում եմ դեռևս հորս քարսուքը չէր լռացել, ընկերներս ինձ առաջարկեցին, որպեսզի սիգարետ ծխեմ։ Ասին, եթե սա ծխես, սա քեզ կօգնի։ Որովհետև իրանք տեսնում էին, որ ես շատ տխուր եմ։ Ամեն անգամ, երբ որ լսում էին ընկերներս պապա ջան էին ասում, իրանց պապայանը կանչում էին, ու ես չէի կարողանում, դա ինձ տանջում էր, ես շատ էի տանջում։ Եվ վերջապես համաձայնվեցի, առաջի անգամ ես ծխեցի 13 տարեկանում։ Եվ տեսա, որ ոչ մի բան չօգնեց, բացարձակապես։ Հետո 14 տարեկանում իրանք արդեն ուրիշ ընկերներ էի ձեռբերել, տարիքով ինձ մեծ, առաջարկեցին նորից ծխեմ, բայց ուրիշ բան, նարկոտիկ արդեն օգտագործեմ։ Եվ սկսեց իմ կյանքս դրանով գնալ ավելի ու ավելի կործանում։ Ընդհանուր այնքան վատացավ իմ կյանքը, որ մարդիկ չէին ուզում այլևս իմ հետ հաղորդակցվել, շփվել, ընկերներ, հարազատներ, չէին ուզում ընկերություն անեն ինձ հետ, միայն նրանք, ովքեր որ իմ նման էին։ Եվ այդ ժամանակ հավատացյալ տղաներ էին գալիս եւ սկսում էին Աստծո մասին ասել, որ Աստված կա, մենք ծիծաղում էինք, ընկերներով ձեռ էինք առնում, չէինք հավատում։ Եվ այդ ժամանակ մեծ եղբայրս ասեց, ուզում եմ գնանք պապայի գերեզման, այդ ժամանակ երևի արդեն 19 տարեկան տղա էի, ասեց, ուզում եմ գնանք պապայի գերեզման, երբ որ գնացինք պապայիս գերեզման, ինքը նայեց տապանակարին եւ այս խոսքերն ասեց, պապ ջան, կներես, բայց ստիպված եմ այս անեմ, ավելի լավ այնքը գա քեզ մոտ, քան մենք իրա ձեռքին տանջվենք, ես մինչև փորձեցի մտածեմ, ինչ նկատի ունի, անմիջապես զենքը հանեց եւ իմ գլխից դրեց։ Խնդրում եմ եղբորս մասին վատ բաներ չմտածեք, նա շատ լավ անձնավորություն է, ուղղակի եթե ես նա փոխարոն դինեի, ավելի վատ բաներ կանեի։ Եվ նա ձեռքը սկսեց դողել, նա չկարողացավ այդ գործողությունն անի, մի կողմ շպրտեց, ինձ գրկեց ու սկսեց արտասվել։ Կյանքից մեջ 2 անգամ էի տեսել նրա աչքերի մեջ արցունքներ։ Մեկը պապայի մահվան օրը եւ մյուսը այդ օրը։ Եվ այդ ժամանակ նա ասեց այս խոսքերը. ինչքան գումար ես ուզում, ասա տամ, միայն Հայաստանից հեռացի։ Գիտեք, իրականության մեջ ես ուզում էի փոխվել, բայց ես ընկել էի այդ ճահիճի մեջ ու չգիտեի ոնց դուրս գամ, չէի կարողանամ դուրս գամ։ Ելքը չգիտեի։ Կարծես մի հատ արծիվ վանդակի մեջ է, այս արծիվը վանդակի մեջից ուզում է դուրս գա։ Նայում է վանդակի դուրսը իր ընկերները կապույտ երկին կարեւ վարքայություն վայելում են, թրջում են ազատություն, բայց ինքը չի կարողանում այդ վանդակից դուրս գա։ Իմ կյանքը այդ վանդակն էր։ Ես շատ էի ուզում դուրս գամ, բայց չէի կարողանում։ Չգիտեի, որ ելքը միայն Հիսուսն է։ Եվ այդ ժամանակ ես եղբորս ես գրկախառնվեցի իրեն, սկսենք երկուսով արտասվել ու ես ասեցի, ինձ ոչ մի գումար պետք չի։ Ես երդվում եմ պապայի գերեզմանով, որ այսօրվանից ես կփոխվեմ։ Գիտեք, ես մտածում էի, որ այդ երդումը ինձ ուժ կտա, ամեն անգամ կհիշեմ այդ երդումը եւ դա ինձ կօգնի, որ ես փոխվեմ։ Բայց ցավոք սրտի դա խաբկանք էր։ Ոչինչ չկարա օգնի։ Միայն մեկը կա, որ կարա քեզ օգնի։ Եվ նրա անունը Հիսուս Քրիստոս է։ Բայց ես այդ Հիսուսին չէի ճանաչում։ Այո, բոլոր ծափերը միայն նրա։ Եվ այդ ժամանակ, երբ որ ես երդվեցի, կարծես թե առաջի օրը ստացվեց, երկրորդ օրը կարծես թե մի կերպ փորձում էի, երրորդ օրը ովքեր նման կյանքեր ապրել են կհասկանան ինչի մասին եմ խոսում։ Դա Աստված որևէ մեկը նման ճահիճի մեջ չլինենք։ Եվ
7 օրեր կարծեմ, եթե չեմ սխալվում, 6-7 օրեր, որ ես ինձ փորձեցի տիրապետեմ, բայց չկարողացա։ Եվ ես ոսմաշունը իր հապսխացին դառնեմ, ես վերադարձա նորից իմ վատ կյանքին եւ ասեմ ձեզ ավելի վատ բաներ։ Շատ վատ բաներ, քանց մինչև այդ օրներ։ Ինչու, որովհետեւ ես ինձ այլևս չէի սիրում, չէի ներում, ես ատում էի ինձ։ Ես զզվում էի, անգամ հայլու մեջ, որ նայում էի ինձ, ատում էի, զզվում էի, չէի ուզում, որ ես ապրեմ։ Որտեւ ամեն անգամ հիշում էի, որ ինչքան եմ իմ հարազատներից նեղացրել, անգամ հորս գերեզմանն եմ պղծել, սրբությունը, որ դա ինձ համար, մեզ համար սրբություն էր։ Իհարկե հիմա մեր սրբությունը Հիսուսն է։ Այն ժամանակ մենք չէինք հասկանում։ Իհարկե իմ հայրս ինձ համար սուրբ մարդ է, մինչև օրս է, բայց ոչ ոք չէր կարողանում ինձ օգնել։ Եվ այդ օրվանից իմ կյանքը դեպի վատը գնաց։ Եղբայրս ասեց կարմիր կովիրակաշի չի փոխվի, ավելավա ես գնամ, որպեսզի աղբերասպան չդառնամ։ Արդեն փոքր քուրս գնացել էր, հետո եղբայրս գնաց իր ընտանիքով, մյուս քույրս գնաց, մայրս գնաց, մյուս եղբայրս է գնաց, պատերազմ գնաց, ասեց ավելավա գնամ պատերազմում ազգիս համար զոհվեմ, քան թե քո ձեռքին զոհվեմ։ Եվ երկու աղոթք արեց։ Խնդրանք ասեց Աստծուն, ինքը քանի որ արդեն Աստծո մասին գիտեր, ասեց Տեր Աստված երկու բան եմ խնդրում, եթե երկու խնդրանքս կատարես, ամբողջ կյանքս քեզ կնվիրեմ։ Առաջինը ես պատերազմ եմ գնում, ինձ կենթանի հետ բերես, մյուսը, որ ես Արթուրին հավատացյալ դարձնես։ Ու գնում է ինքը, 89-90 թվականներին ինքը գնում է պատերազմ, 94-ի սկիզբներ ներերբեր, 94 թիվներ կարծեմ, ինքը վերադառնում է։ Ես արդեն 1 տարվա հոգևոր եմ գնում։ Ինչպես եմ դառնում հոգևոր, հիմա ուզում եմ այդ պատմությունը պատմել։ Արդեն 93 թվականն է, 6 ընկերներով հավաքվել ենք իմ հայրական տանը, քանի որ իմ բոլոր հարազատները գնացել էին, ամբողջ այդ հայրական տունը թողել էին ինձ վրա, ուղղակի փախել էին ինձնից, սենց կարելի ասել։ Եվ ես այդ տունը սկսեցի տան մեջ ինչ չկար, բոլորը վաճառում էին։ Բարեբախտաբար տունը իմ անունով չէր, թե չէ տունն է կվաճառեի։ Փառք Աստծո, որ իմ անունով չէր։ Եվ այդ ընթացքում 93 թվականի հունիս ամիսներ օրը չեմ հիշում, հավաքված էինք 6 ընկերներով, որոնց ես ասել է եկեք միասին ապրենք մեր տանը։ Ճաշվա մոտավորապես ժամի 1-ի կոմերն էր, շատ բարձր դոզարով նարկոտիկ էինք պատրաստել, եւ այդ նարկոտիկը մոտավորապես ոնց ասեմ ձեզ, որպեսզի պատկերացնեք, մոտավորապես մի 80-ից 100 հոգու բաժին, մենք 6 հոգով։ Այդ ժամանակ դերևս որևէ մեկը չի օգտագործել իմ ձեռքին, որ պետք է բաժանեմ որոշ մասը, բոլորից 6-ից մեջ, այդ ժամանակ ինձ միտք եկավ, ասեց ում է քո կյանքը պետք է։ Նայ տես, ոչ մեկը քեզ չի սիրում, ոչ մեկը չի ուզում քեզ հետ շփվի։ Սա առիթ է, դու ինքդ քեզ չես ներում, հորդ գերեզմանով երդվել ես, երդումը չես կատարել, ընկերներդ իմանան, նրանք է քեզ չեն ների, դու էլ քեզ չես ներում, այդ ամբողջը օգտագործի եւ բահացի։ Ես մի անգամից ենթարկվեցի այդ մտքին եւ ամբողջությամբ օգտագործում եմ եւ այս արդեն ընկերներս են պատմում 4 ժամ հետո։ Իրանք ասում են, որ 4 ժամ դու մահացած ես եղել։ 2 ժամ ասում եմ մենք քեզ մոտ ենք եղել, այդ 2 ժամ ասում եմ մենք տեսանք, որ այլևս քո պուլսը չկա, հայլին դրել են քո բերանին, գոլորշի չկա, մարմինդ սառել է, ամբողջական համոզվեցինք, որ մահացել ես 2 ժամ հետո մենք դուրս եկանք ձեր տնից, մոտ 2 ժամ էլ ասում եմ ձեր տան փողոցում քայլել ենք, սպասել ենք, որ ինչ որ մի հատ բարեկամ, հարևան, ինչ որ մեկը գա, ծանոթ, մտնի ձեր տուն, որ բացահայտվի, որ մահացած ես։ Ինչու մենք ասում եմ բժիշկ չկանչեցինք, որովհետև արդեն մահացել էր, քեզ հնարավոր չէր էլ փրկել։ Բժիշկն էլ գար, դրա հետ միասին ոստիկանն էր գալու եւ կլբեր վրա գործեր էր բացվելու։ Գլխացավանքների մեջ էինք ընկնելու։ Եվ պատճառը դա է եղել, որ չեն կանչել։ Եվ այդ ժամանակ ես մեկ է տեսնեմ բարձրանում եմ։
բայց չգիտեմ, որ մահացած եմ։ Երբ որ բարձրանում էի, այդ բարձրանալու ժամանակ ինքս ինձ հետ սկսեցի խոսել։ Ասես ես ինչ հիմարություն արեց, ես քան օգտագործեցի, երևի ես խելագարվել եմ, այս նարկոտիկի ազդեցության տակ եմ արդեն, եւ լսեցի ձայն։ Կարծես ինչ որ մեկը հեռախոսով խոսում է, դու դեմքը չես տեսնում, բայց ձայնն ես լսում։ Ես այդ խոսացողի ձայնը լսում էի։ Եվ գիտեք ինձ ինչ էր ասում, այն ինչ որ ես մտածում էի, նա գիտեր։ Ինքը իմ ամբողջ կյանքը գիտեր, իմ մտքերը գիտեր։ Եվ նա ասում էր դու ինչ որ մտածում ես, սխալվել ես, դու մահացել ես, նայի ներքև։ Երբ որ ես վերևից նայեցի ներքև, ես իմ մարմինս մահացած տեսա։ Ամբողջական ես ինձ տեսա։ Եվ այդ ժամանակ ասեցի, չէ, սա հնարավոր բան չի, սա ինձ է թվում։ Ես երևի խելագարվել եմ, ասեց, չէ, դա քեզ չի թվում։ Ես իմ հավատացյալ զավակներին ուղարկում էի ձեզ մոտ, իսկ դուք ծիծաղում էիք, ձեռ էիք առնում, չէիք հավատում։ Ու հիշեցի, որ այդ երկու տղաները, Գագիկը եւ Կարենը, Գագիկը հիմա Ռուսաստանում հովիվ է։ Ես հիշեցի, որ իրանք գալիս էին ասում էին Աստված կա, մահով կյանքը չի վերջանում, Աստվածաշունչ գիրք կա, ինչ որ այնտեղ գրած է, ճիշտ է։ Ես էլ ասում եմ, ինչ կա այնտեղ գրած, ասում են, օրինակ ընդ գրած է, որ կա դժոխք, դրախտ։ Ասում են Աստված ամենակարող է, մահացածին կարա կենդանացնի։ Ասում են դե դեր ասած է ճիշտ է, եկեք հենց հիմա գնանք խորս գերեզման, թող խորս կենդանացնի, հավատամ ձեր այդ Աստծուն։ Ու չէին պատասխանում հարցին, չէին կարողանում։ Ու դից մենք ձեռ էինք առնում, չէինք ընդունում։ Ու այդ օրը այդ ձայնը ինձ ասում է. ես իմ հավատացյալ զավակներին, ես այսօր 100% համոզված եմ, որ նրանք Աստծո զավակներ են, որովհետև Աստված ինձ ասեց իմ հավատացյալ զավակներին, իմ հավատացյալ զավակներին։ Երբ որ դուք մարդկանց Աստծո խոսք եք ասում, Աստված ասում է իմ հավատացյալ զավակներին։ Եվ վերջապես, սիրելիներ, երբ որ այդ ձայնը ինձ ասեց իմ հավատացյալ զավակներին ուղարկում եք չեք հավատում, այդ ժամանակ ես հիշեցի, որ նրանք ասում էին մահով կյանքը չի վերջանում ու երկնքում մի հատ մեծ էկրան բացվեց։ Շատ մեծ էկրան։ Այս շենքից միգուցե ավելի մեծ։ Ես մի փոքր բրջունի չափ էի այդ էկրանի մոտ։ Եվ այդ էկրանի վրա ես ամբողջ իմ կյանքը տեսա։ Բաներ, որ ես արել էի գիշերով, որևէ մեկը մինչև այսօր չգիտի, բացի այն հովիվը, որին խոստովանել եմ։ Բացի Աստծուց։ Որևէ մեկը չգիտեր դա, իմ ընկերներս անգամ չգիտեին, ես գիշերով էի արել, թաքուն։ Անգամ իմ մտքից մեջ մտածած պղծություններիցս հետ նկարված էր։ Գիտեք, այսօր հեռախոսը ունի մի հատ փոքր չիպ, որը մարդիկ են ստեղծել։ Այսօր անգամ երեխան դեռ մոր որովանից դուրս չեկել վիդեոին նկարահանում։ Որ ծնվում ասում են, նայ տեսես դու ես մամայի որովայնը։ Դեռ չծնված նկարում են։ Այդ ո՞նց է մարդը այդքան խելացի չլինելով, որ Աստված այդ խելքը տվել, կարողանում է նման բան անի, ու հանկարծ Աստված չի մեր կյանքը ու Աստված հանկարծ մեր կյանքը ինքը չի նկարահանի, ասեմ ձեզ, բոլորիդ կյանքը, բոլոր մարդկանց, մինչև այսօր ինչքան որ ծնվել են, մինչև հիմա ինչքան կա եւ ինչքան էլ վերջի մարդը որ պիտի ծնվի, բոլորի կյանքը նկարահանվում է։ Անկամ նրանց մտքերի մեջ։ Հիսուսն ասավ, եթե աչքովը տենաս, սրտիդ մեջ ցանկանաս, ով գիտի քո սիրտը, եթե ոչ միայն նա։ Բոլորը սրտի անգամ ցանկությունները չար թե բարի, բոլորը Աստծո մոտ գրանցվում են։ Եվ ես այդ ամենը տեսել եմ, ես ձեզ վկա եմ, եւ դա ճշմարտություն է։ Կհավատաք թե չեք հավատա, դա ճշմարտություն է։ Մի օր մեկն ասեց, ասում ես, որ մայից հետո կյանք կա, դժոխք կա, դրախտ կա, բա որ չեղնի։ Ասի լավ, բերքու տարբերակով մտածենք, թեպետ ես գիտեմ, որ կա։ Ասեցին, բայց բերքու տարբերակով մտածենք։ Ենթադրենք չկա, հենց հիմա երկուսս էլ մահացանք ու տեսանք, որ չկա։ Ինչ որ բան դու կորցրեցիր, ասեց չէ։ Ասի ես էլ որ հավատացել եմ, ես էլ չկորցրեցի։ Դա ձեր տարբերակն էր, հարգեցի։ Ասի խնդրում եմ, բեր մի բայլ իմ տարբերակով մտածից, եթե լինի։ Առաջի տարբերակով ցած կորցնեմ։ Իսկ եթե լինի, սենց սարած նայեց ինձ, ասեց, «Էդ ինչ ասեցի, ես թեզ բան չէի մտածել»։
Բորեղնի, ասի եթե եղավ ես էլի կորցնելու բան չունեմ, բայց դու լավ չի քո գործերը դե։ Ու սկսեց ամբողջությամբ դողալ։ Ինչ անեմ բա, ասի մի հատ փրկիչ կա։ Նրա անունը Հիսուս Քրիստոսը։ Եթե նրան ունենաս, կփրկես։ Սերներ, ճշմարտություն Աստվածաշունչը ինչ որ ասում է։ Երկինքն ու երկիրը կանցնի, բայց Աստծո խոսքից մի տար մի ստորակետ չի անցնի։ Եվ երբ որ ես նայում եմ այդ էկրանի վրա իմ ամբողջ կյանքը մի հատ լավ բան չտեսա։ Ինչի համար ես ստոր ասեցի մարդու մեջ լավ բան չկա։ Դա Աստվածաշունչն ասում, մարդու մեջ լավ բան չկա, ինչ էլ որ կա, վերեն հորից է տրված։ Ես դա իմ աչքով եմ տեսել։ Ես դա դեռ Աստվածաշունչից տեղյակ էլ չեմ եղել, աչքովս չեմ էլ տեսած եղել։ Բայց ես տեսա այդ ամենը, որ ոչ մի լավ բան չկար։ Ու երբ որ ես տեսա այդ էկրանի վրա իմ ամբողջ կյանքը, ես մեծ վախով լցվեցի։ Սարսափով լցվեցի։ Ու մտքիս մեջ ես ինքս ինձ դատեցի, ասի դե որ ես ամենը ճիշտ է, հիմա ես դժոխք կգնամ։ Գիտեք, իրականության մեջ ոնց ասեմ ձեզ, իրականության մեջ դատավոր չկար, որ գար ինձ դատեր։ Բայց Աստված այդ ամենը որ ցույց տվեց, իմ խիղճը դառավ ինձ դատավոր։ Ես ինձ դատեցի, ասի ես հիմա դժոխք կգնամ։ Ու ես սպասում եմ, որ հիմա դժոխք կգնամ, չգիտեմ ինչքան տարածություն էի բարձրացել։ Մեկ էլ հանկարծ ոտքերիս տակ մի հատ սև շրջանակ բացվեց, թունելի էր նման։ Թունելը միշտ սենց է լինում, բայց դա սենց էր, վերևից էր իջնում։ Այդ թունելի մեջ ոնց որ քեզ վերևից այդ չգիտեմ ինչքան բարձրությունից քեզ թողնեն։ Ինչ արագությունով կգաս դեպի քո մարմինը։ Պատկերացրեք, այս շենքի չափի հատ փորշեկուլ։ Ռուսերեն պիլասոս, հա։ Այդ փորշեկուլը պատկերացրեք, քեզ քաշում է դու մի հատ բմբուլի տես մեկնես եւ այդ փորշեկուլի այդ խողովակը որ կա, այդ խողովակը վերջավորությունը միացած է աղբարկղի։ Պատկերացրեք, այդ աղբարկղը քո մարմինն է։ Եվ այդ թունելով արագությամբ ես գալիս եի դեպի այս մարմնից մեջ։ Ու երբ որ մտնում ես մարմնից մեջ, ահավոր մի հատ զգացողություն էր։ Պատկերացրեք, հետ եղել է որ լողանալուց եք եղել, հանկարծ միամիտ սառը ջուր է միացել։ Ինչպես ինչ զգացողություն է դա հաճեղել, չէ՞, ես դու net չեք է։ Այդ տակի ժամանակ մեկ է մի անգամից սառնա կպեմ մարմնից, շատ զզվելի մի հատ աշուշենի է, էլի, ռուսերեն ասած։ Զգացողություն է։ Պատկերացրեք, երբ որ ես գալիս էի դեպի այս մարմնից մեջ, այդ ձև աշուշենի էր, այդ ձև զգացողություն էր, ավելի վատ։ Ոնց որ մի հատ սառուցով ջրի մեջ մտնեի, ու այդ սառուցով ջրի մեջ խառնված լիներ աշխարհում ինչքան շատ ներողություն զուգարանի կեղտկա տեղ լիներ։ Այդ սառը ջրի մեջ, երբ որ մտնում էի իմ մարմնի մեջ, այդպիսի տպավորություն էր։ Մարդու բնությունը այդպիսին է։ Եթե այնտեղ չկա Աստված, ես միշտ ասում եմ, սիրելիներ, եթե Աստված չանի, Աստված իր դրած լավ բաները իմ մեջից անի, այնտեղ միայն աղբուզիվիլ կմնա։ Ուրիշ ոչինչ։ Ես կուզենամ, որ այդ հայտնությունը ամեն մեկը ունենաք։ Քանի դեռ այդ հայտնությունը չունես, դու դեռ Աստծուն լավ չես ճանաչում, ինքդ քեզ լավ չես ճանաչում։ Կուզենամ այդ հայտնությունը ամեն մեկը ունենան եւ նրանք, որ մեզ լսում են, նրանք նույնպես ունենան։ Ու ես երբ որ մտա այդ մարմնից մեջ հիմա մրսում եմ, դողացնում եմ ահավոր ձևի։ Ուզում եմ ինչ որ մեկը անգամ երասա ջուր բերի ինձ վրա լցնի։ Ու այնքան սեն ցավեր է, ոնց որ ասֆալտի այդ կատոկը քո վրայով անցած եղի, ամբողջ ոսկորներս փշրված, ոնց որ մի միլիոն հատ ասեղներով սես քեզ ծակեն, ջարդվում եմ։ Արդեն զգում եմ, որ մարմնից մեջ եմ, աչքերս որտեղ արդեն բացել եմ, առաստաղը տեսնում եմ, բայց չեմ կարում, դողացնում եմ։ Մարմինս կամանց սկսեց ջերմանալ, վիզս սկսում եմ կամանց շարժել, մարմինս վերջապես միգուցե այդ տղաների ասելով այդ վերջի 2 ժամում ես հետ եմ եկել, ես չգիտեմ։ Ու երբ որ արդեն դուրս եկա սետակից հայատ, որովհետև ուզում էի հետ տա ինչ-որ մի բան, որ տհաճ էր իմ մեջ, այդ ժամանակ ընկերներս ինձ տեսան վախեցած եկան ինձ մոտ, Արթուր ես դու ես, ասում եմ հայ, մեկն ասում է, կարող է ինքը չի հոգին ա մեզա թվում, բայց ախր ինքը մեռած էր, եկել են ինձ սենց շոշափում են, ձեռ են տալիս, ասում եմ տղաներ հանգստացեք, ես եմ, բա ոնց դու մեռած ես, ոնց կենթանացել, ասի հիմա ձեզ կպատմեմ, ու երբ որ սկսեցի այս պատմությունը պատմել, ինչ որ ձեզ պատմեցի, սկսեցին ինձ վրա ծիծաղել։ Ինչպիսի ծիծաղ
Շատ ոնց որ դժողքի մեջից այդ ծիծաղը դուրս գար։ Ու ես այդ ժամանակ այդ երկու հավատացյալ Աստծո զավակներին այնքան լավ հասկացա, որ մի ժամանակ ես էլ էի այդ ծիծաղողներից մեկը։ Բայց նրանք երբեք վատ բան չէին ասում, օրհնում էին մեզ, ասում էին կաղոթենք, որ Աստված ձեզ այցելի։ Եվ այդ ժամանակ ես իրանց հենց այդ պահից սկսած 93 թվականից ես սկսել եմ ավետարան քարոզել, թեկուզ թեպետ ավետարանի մասին չեմ իմացել։ Ասի տղաներ եկեք գնանք այդ հավատացյալներին գտնենք։ Իրանց ասեք այդ ինչ գիրք Աստվածաշունչ տվեք կարդանք, դա Աստծո խոսքան ինչ գրած է ճիշտ է։ Ասում են, «Всё դու քելքը թրծրել ես»։ Նորմալ մարդ էիր, մոտս հայհոյելով էին խոսում։ Ես կյանքից մեջ առաջի անգամ կուլտուրական բառ եմ օգտագործում, ասում եմ, լա ինձ մոտ մեկ հայհոյի, հետո որ ասեցի, սրանք սկսին ավելի ծիծաղել ինձ վրա։ Ասին դու մեզնից շատ էր հայհոյեմ, 10 բառ էր ասում, 7-8 բառը հայհոյանք էր, հիմա մեզ ասում ես արքիլը մեզ։ 93 թվականից մինչև այսօր իմ բերանից այդ հայհոյանքը դուրս չի եկել։ 93 թվականից մինչև այսօր սիրելիներ ես մի հատ պապիրոս չեմ ծխել, որ ես օրը 2-3 պաշկա ծխում էի։ 93 թվականից մինչև այսօր ես ոչ մի տեսակի նարկոտիկներ, ես ծանր նարկոտիկներ եմ օգտագործել, ոչ մի տեսակի չեմ օգտագործել։ Խմիչք էի խմում, օղին խմում էի, վերջում ատամներով այդ բաժակը ջարդում էի եւ սկսում էի այդ բաժակը ուտել, այդ շուշի բաժակը ուտել։ Այնքան դևեր էին ապրում իմ մեջ։ Մարդու մեջ հազարավոր դևեր կարան ապրեն։ Օրինակ Հիսուս այն դիվահարին ազատեց, 2000 դև դուրս եկավ, մտավ խոզերի մեջ, կարող ավելի շատ էր, ուղղակի այդ բան 2000 խոզ էին։ Մտան խոզերի մեջ եւ դրանով հասկացան, որ մարդու մեջ կարա հազարավոր դևեր ապրի։ Եվ այդ ժամանակ իրանք ծիծաղեցին, ես իրանց թողեցի։ Ասի շատ լավ, ես այս օրվանից գնում եմ։ Այդ օրվանից մինչև այսօր ես չեմ օգտագործում ոչ մի տեսակի խմիչք։ Ռուսաստանում 3 եկեղեցիներ են բարձրացրել, փոքր եկեղեցիներ, վերջինը մի քիչ ավելի մեծ։ Որևէ եկեղեցում ես հաղորդությունը չեմ տվել որպես այդ եկեղեցու հովիվ, որպես հիմնադիր, երբեք որևէ միտեղ ես չեմ տվել այնտեղ գինուց հաղորդություն։ Ես չեմ ասում ովքեր գինու հաղորդություն են տալիս սխալ են անում, քավլիցի նման բան ես չեմ մտածում, ճիշտ եք անում, դուք ոնց հասկանում եք այդպես, դա Քրիստոսի այրան խորհուրդն է, բայց ես ուղղակի չէի տալի, քանի որ ես Աստծո հետ ուխտ էի արել, որ երբեք սպիրտ չեմ օգտագործել ու խմիչք, դրա համար չէի օգտագործում։ Սև խաղողը բերում էի, մզում էին եւ դրանով էի տալի հաղորդությունը։ Ասելուց նպատակը նա է, որ երբ որ Հիսուսը ազատում է, անմնացորդ ազատում, որովհետև մեր մոտ մարդիկ կային ալկոգոլից ազատագրված, եթե ես տայի, նորեկներ էին կարող այդ ազդեցությունը նրանց ինչ-որ բան հիշացնել նորից վերադառնային։ Վերջապես իմ կյանքը փոխվեց 93 թվականին եւ ես սկսեցի Տիրոջը ծառայել մինչև օրս։ Ամուսնացա 96 թվականին եկեղեցով պսակվեցինք, Ռաֆայել Գրիգորյանը եւ Ժորժ Վարդանյանը երկուսով պսակեցին մեզ։ 2 երեխաներ ունենք եւ ամբողջ ընտանիքով Տիրոջն ենք ծառայում մինչև օրս։ Փառք Տիրոջը, շնորհակալ ենք Աստծո, այսօր ստացվեց որ գանք։ Փառք Հիսուսին, ամենը Տիրոջ շնորհն է եւ բոլոր փառքերը միայն նրան են պատկանում։ Գիտեք սիրելիներ, եթե Աստված հրեշին դարձնում է հրեշտակ, քո նման հրեշտակին ավելի լավ հրեշտակ դարձնելը ավելի լավ հեշտ է։ Եթե Աստված ավանակին օգտագործեց եւ նրա միջոցով խոսեց Բաղամիեշի հետ միջոցով, Աստված մարդուն էլ կարող է օգտագործի։ Եվ այսօր ուզում եմ մի փոքր էլ կիսվեմ ձեզ հետ այն ծառայություններից, որ իմ ապաշխարությունից հետո ես սկսել եմ ծառայել մինչև օրս։ Երբ որ ես ապաշխարեցի, բերեք մի հատ ուրիշ բան էլ ասեմ։ Ես սպորշկեքի հիվանդությունն է, երիկամները գիտեք։ Այո, ես դրա մասին պետք է խոսեմ, հավատքի թեմա, այսօր կխոսեմ եւ ժամանակս բավականացնի։
Ես բոշկեքի հիվանդություն ունեի եւ այդ հիվանդությունները ինձ տանջում էին։ Այդ նարկոտիկներից եւ այդ խմիչքներից քայքայվել էին։ Ու ես այդ ժամանակ արդեն 2 տարվա հոգևոր էի։ Մայրս, եղբայրս վերադարձել էին, հա, իմիջիալոց ասեմ, եղբայրս 94 թվականին, երբ որ վիրավոր իրան բերում են պատերազմից, այդ ժամանակ, երբ որ շտապօգնության մեքենայից իրեն իջացնում են, թաղի տղաները հավաքվում են, այդ օրը ասում է կապույտ երկինքա, արև արքայություն, ոնց որ հիմա դրսում, ասում է մեկ էլ որ իջացնում էին ինձ, մեկ էլ թաղի տղաներից մեկն ասեց, այ Արայիկ, բայց ես իմացել աղբետ հավատացյալ ա տարել։ Ասում ասի, չէ, նանից ինչ հավատացյալ, ասում հենց ասի նանից ինչ հավատացյալ, ասում այդ ժամանակ մեկ էլ այս թաղի տղեկն ասին, այս կապույտ երկինք, այս արև արքայություն, այս ինչ ամպրոպի ձայն է, այս ինչ կայծակի ձայն է, բայց կայծակը չի երևում, բայց ձայնը լսում են բոլոր հավաքվածները։ Եղբայրս ասեց, դա ամպրոպի ձայն չի, Աստված է հիմա ինձ հետ խոսում։ Ու ինչ էր Աստված իրեն ասել էր, դու ինձնից 2 բան ես խնդրել։ Մեկը որ քեզ կենթանի հետ բերեմ, մյուսը որ գաս, մյուսը որ Արթուրին դարձնես հավատացյալ, ես քո աղոթքը կատարել եմ, հիմա էլ դու քո խոստումը կատարել։ Եվ եղբայրս այդ օրվանից իր կյանքը անմնացող նվիրում Աստծուն եւ մինչեւ օրս ծառայում է, Փառտերոջը։ Այդ երիկամներից ցավերը 95 թվականին ես երեկոյան 11 գիշերվա 11-ի կոմերներ դուրս եկա Հայաթ, Հայաթը հայերեն վարչի, հա, բակը դուրս եկա, Հայաթը պարսկերեն, հա, դուրս եկա բակ և բակում նայում է աստղերին ու լաց է լինում, ասում է Հիսուս ջան, ես մահացած եմ եղել ինձ կենթան ասել ես, այս պոշկեքի ցավն ինչա որ չբուժես։ Դու այն զինվորականի ծառային խոսքով ասեցիր եւ բուժվես, նա ասեց մի խոսք ասա եւ կբուժվի։ Խնդրում եմ քեզ, այդ մի խոսք ինձ էլ ասա, ես էլ կբուժվեմ, բայց եթե չասես չեմ նեղանա քեզանից։ Հիսուս ջան, եթե չբուժես չեմ նեղանա։ Եթե բուժես ես բոլորին կպատմեմ, բայց եթե չբուժես չեմ նեղանա, բայց խնդրում եմ չեմ դիմանամ այս ցավերին, տար ինձ քեզ մոտ։ Ու հանկարծակի տեսա այս աստղերը անհայտացան եւ տեսա Տեր Հիսուսին խաչի վրա։ Կարծես 2000 տարի նկարահանած, արագացած այդ նկարահանածը հետ տաս։ Ու տեսա Տեր Հիսուսին խաչի վրա։ Խաչի վրայից նայեց ինձ ու կրկնում եմ բառազիորեն ինչ ասեց ինձ։ Ասեց որդիս կարող ես հավատալ, որ այս խաչի վրա մահանում եմ ոչ միայն քո մեղքերի համար, այլ նաև քո հիվանդությունների համար։ Ասի այո Տեր հավատում եմ, հենց ասի այո Տեր հավատում եմ, այդ տեսարանը անհայտացավ, աստղերը նույն տեղում, ոչ ոքի ձայն չեմ լսում, ու այդ պահից սկսած մինչև այսօր կատարել առողջ եմ, եւ այդ ձայնը, որ ինձ հետ խոսում էր, այդ այն նույն ձայնն էր, որ մահացած ժամանակ լսում էի, բայց դեռ չէի տեսնում։ Մեր Աստվածը սքանչելի է։ Աստծո խոսքն ասում է Եբրայեցիս 13:8, որ նա նույնն է երեք, այսօր եւ հավիտյան։ Նա չի փոխվել։ Նա կարող է այսօր էլ քեզ բուժել։ Այսօր էլ նա կարող է քեզ բուժել։ Բայց նա երբ որ մոտենում էր հիվանդին, ասում էր. հավատում ես, հավատում ես, հավատում ես, որ ես դա կարամ անեմ։ Հիսուսը դեռ այդ ժամանակ, որ մարդկանց ասում էր հավատում ես, որ կարամ անեմ, նա դեռ չէր խաչվել։ Նա ասում էր հավատում ես, սիրելիս, այդ Հիսուսը չի փոխվել։ Այսօր էլ այդ Հիսուսը կարա քեզ բուժի։ Եթե բժիշկները քեզ ինչ որ բաներ են ասել, որ շո քեզ այսքան ժամանակ է մնացել, գիտեք բժիշկները սխալ չեն ասել, նրանք ճիշտ են ասել, բայց բժիշկների ասածից ավելի մեծ մեկը կա, որ նա կարող է դա անի։ Եվ նա ինձ արեց, իմ երիկամը պետք է փոխեին, բայց Աստված ձեռքը տարավ եւ նոր երիկամ արարեց։ Ինչու, որովհետեւ նա է արարիչը երիկամների։ Եվ ցանկացած օրգանի արարիչն է։ Նա կարող է արարել։ Նա կարող է խոսքով ասի եւ կատարվի։ Նա ասեց լույս լինի եւ լույս եղավ։ Նա ասեց կույրին տես եւ տեսավ։ Նա անդամալուծին ասեց վեր կած մահիճը տար թևի տակ դիր գնա եւ նա գնաց։ Ինչու Տեր խոսում է, այդ խոսքը այսօր էլ նույնն է։ Այդ խոսքը այսօր էլ խոսում է։ Այդ խոսքը չի փոխվել։ Պետրոսին ասեց
քայլի եւ Պետրոսը քայլեց այդ ջրի վրայով։ Ջրի վրայով չէր քայլում, նա քայլում էր այդ արիի վրա։ Իր հիմքը այդ արին էր, արի Պետրոս։ Պետրոսը երբ նավակից դուրս եկավ, դրեց ոտքը այդ արի վրա, Հիսուսի խոսքի վրա։ Այսօր եթե մեր հավատքի հիմքը դարձնենք այս խոսքերը, դու այստեղից կգնաս բժշկված։ Սիրելիներ, նա չի փոխվել։ Նա ուզում է իր զավակները լինեն առողջ, հոգևորապես, ֆիզիկապես, ամեն ձևի։ Մենք որ մարդիկ ենք ուզում ենք մեր երեխաների լավը, որքան առավել նա որ ուզում է մեր առողջությունը, մեր լավը, մեր ամեն ինչը։ Մենք ենք ընտրում։ Քրիստոնեությունը դա ընտրություն է։ Քրիստոնեությունը դա որոշում կայացնել է։ Մենք պիտի ընտրենք, առողջ լինենք թե չէ։ Աստված տալիս է այդ առողջությունը։ Մնում է մենք վերցնենք։ Պատկերացրեք, քեզ բերել են մատուցում են ինչ որ ուտելու բաներ։ Դու պետք է վեր կենաս, վերցնես, որն ուզում ես, եւ այդ դրա վրա, այդ սպասքի վրա, այդ մատուցարանի վրա դրված է բոլոր տեսակի բժշկությունները։ Դու որն ուզում ես կարող ես վերցնել։ Գիտեք, ուզում եմ ձեզ ասեմ Աստծո խոսքից մի տեղ։ Եթե Աստվածաշնչեր ունեք, ուզում եմ բացեք Հովանու ավետարան, ես կուզենամ, որ Սուրբ Հոգին ձեզ ամեն մեկի այն հայտնությունը, որ ինձ տվել է, հիմա ձեզ էլ տա։ Հովանու ավետարան, եթե էկրանի վրա գրվում է, խնդրում եմ բացեք։ Տասնմեկերորդ գլուխը։ Այսան պահն է, երբ որ այսան պահն է, որ Մայրամի եղբայր Ղազարոսը հիվանդացավ, հետո մահացավ, Տեր Հիսուսը ուշացած գնաց, 4 օր հետո գնաց, եւ ինչ կատարվեց։ John 4:11 ինքը դուրս եկավ ուշացած, ասեց դե հիմա գնանք, որպեսի արթնացնենք Ղազարոսին, ասեցին դե եթե քնածա կարթնանա, ասեց չէ մահացած է, գնանք որպեսի կենթանացնեն։ Երբ որ գնացին հասան գերեզմանի մոտ, արդեն բոլորը հավաքվել էին, Տեր Հիսուսն ինչ ասեց, 39 խոսքում ասում է Հիսուսն ասեց, քարը մի կողմ տարեք։ Մեռելի քույրը Մարթան ասեց, Տեր, արդեն հոտած պիտի լինի։ Գիտեք, մեր Աստվածը անգամ հոտածներին կարող է կենթանացնել։ Եթե կարդաք Եզեկիել 37-րդ գլուխ, ասում է պատերազմի դաշտ էր եւ շատ խիստ չորացած ոսկորներ էին։ Սա եթե 4 օրվա մահացած էր, նրանք շատ խիստ ոսկորներ էին մահացած։ Աստված Եզեկիելին ասեց, այս ոսկորները կարող են կենթանանալ։ Ասեց դու գիտես Տեր։ Եվ ինչ արեց Տերը։ Տերն ասեց կենթանացրեց, մենք տեսնում ենք ասում կենթանացրեց, մարմինը եկան մսակալեցին, հոգին Աստծո ուղարկվեց եւ իրանց ոտքի վրա կանեցին եւ շատ խիստ մեծ բանակ էր։ Ասում խիստ չորացած էր։ Եթե Աստված այդ շատ հարյուրավոր տարիներ առաջվա մահացածների ոսկորը կենթանացրեց, ուր մնաց Ղազարոսը 4 օրվա դեռ նոր, թեկուզ նորած սկսել փթելը, քուրն ասում է։ Եվ այստեղ մի բան ասեմ։ Հիսուսն ասեց քարը մի կողմ տարեք։ Ասին Եվ Տերն ասում է ձեզ չասի, եթե հավատաք, Աստծո փառքը պիտի տեսնեք։ Եվ 41-րդ խոսք ասում այն ժամանակ մի կողմ տարան քարը, Հիսուսը իր աչքերը վերցրեց ու ասեց. Հայր, շնորհակալ եմ քեզ, որ ինձ լսեցիր։ Ես գիտեի, թե ամեն ժամանակ ինձ լսում ես, բայց այս բոլորը սկայնող ժողովրդի համար ասի, որպեսզի հավատան, թե դու ղրկեցիր ինձ։ 43 խոսքը։ Հիսուսը այս դրանից հետո մեծ ձայնով կանչեց Ղազարոսին ու ասեց. դուրս արի։ Սիրելիներ, Տեր Հիսուսը այստեղ մի հատ շատ կարևոր բառ օգտագործեց։ Դեռևս Ղազարոսին չկենթանացրեց։ Դեռ Ղազարոսին չէր ասել, Ղազարոս կենթանացի, հարություն առ, գերեզմանից դուրս արի։ Ղազարոսին ինքն ասում է 43 խոսքով, որ դուրս արի։ Բայց 43-ից վերև Հիսուսը մի հատ կարևոր արտահայտություն արեց, ով կասի ինչ կարևոր արտահայտություն արեց։
Ինչ։ Դուրս արի, դա 43-ն է։ Ես եմ հարությունը եւ կյանքը։ Նա մի հատ կարդացեք։ Չի բացվում այստեղ։ Okay։ Նայեք տեսեք։ Հիսուսը մինչև որ Ղազարոսին հարություն ա տալիս, ես կարդում եմ 41 խոսքը։ Խնդրում եմ ուշադիր լսեք, այդ հարցը նորից եմ տալու։ Այն ժամանակ մի կողմ տարան քարը, Հիսուսը իր աչքերը բարձրացրեց դեպի Հայրը եւ ասեց. Հայր, շնորհակալ եմ քեզանից, որ ինձ լսեցիր։ Ես գիտեի, որ լսում ես, եւ 43 խոսքում ասում է Ղազարոս դուրս արի։ Ինչ կարևոր խոսք ասեց այդտեղ։ Ինչ։ Դուրս արի։ Դու ինձ լսում ես, դու գիտեի։ Շատ լավ։ Եթե ձեր ծանոթներից մեկը, դուք ունեք մեկին, որը որ ձեզ համար վստահելի անձնավորություն է, ունեք։ Ասենք օրինակ Կարմելա քույրս եւ Օնիկ եղբորս օրինակը բերեմ։ Ենթադրենք Կարմելա քույրը Հայաստանում է եւ Օնիկ եղբայրը այստեղ է։ Եվ Օնիկ եղբայրը զանգում է Կարմելային հեռախոսով, իրար չեն տեսնում։ Ֆիզիկապես իրար չեն տեսնում։ Բայց զանգում Օնիկ եղբայրը ասում է Կարմելա ջան, քո քարտից բանկիդ հաշվին $100 եմ ուղարկել։ Չի ասեմ կուղարկեմ, ասում է $100 եմ ուղարկել, բայց Կարմելա քույրը դեռևս այդ բանկային քարտի այդ SMS կա, հա, մեսեջեր չի եկել, որ արդեն նստել է, բայց եղբայրն ամուսինն արդեն ուղարկել է։ Եվ ասում է ուղարկել եմ, դեռ ինքը այդ փողը չի տեսել, իր աչքով չի հանել, չի շոշափել, ասենք, այդ փողը չի շոշափել դեռ այդ փողը չի տարել ծախսել, դեռ այդ փողը իր աչքով չի տեսել, իր զգայաններով չի զգացել փողին։ Եթե հավատում է, որ իր ամուսինը ճիշտ է ասում, այդ փողը նստել է, ինչ ասեմ։ Ինչ ես ասում։ Շնորհակալ եմ։ Ուրիշ բան չի ասում, շատ հեշտ բան է, չէ։ Օրինակ, այստեղ Հիսուսը դեռ Ղազարոսին չի կենթանացել, բայց սկզբում կարդում եմ 41 խոսքը նույնիսկ ուշադիր լսեք։ Ասում է Հիսուսը իր աչքերը վերցրեց դեպի Հայրը եւ ասեց. Հայր, շնորհակալ եմ քեզանից։ Դեռ Ղազարոսին չի կենթանացել, դեռ հիվանդին չի բժշկել, դեռ չի հարություն տվել, դեռ ոչինչ չի արել ֆիզիկապես։ Այստեղ Հիսուսը մի հատ կարևոր խոսք ասեց օրը։ Շնորհակալ եմ։ Գիտեք, ես ուզում եմ դուք հայտնություն ունենաք ինչ հավատքը, որ ես ունեցել եմ։ Եթե այդ հայտնությունը դուք ստանաք, այստեղից կգնաք ընդհանրապես կատարյալ առողջ։ Գիտեք, սիրելիներ, Աստվածաշունչը ինչ որ ասում է, դա ճշմարտություն է։ Ովքեր են հավատում, որ այս խոսքերը այո եւ ամեն են։ Իսկապես հավատում եք։ Ուզում եմ նույն ձեր ձեռքերը տեսնեմ։ Ով չի հավատում, թող չբարձրացնի։ Okay, բոլորդ հավատում եք, փառք Տերոջը։ Օրինակ, եթե հավատում ես այս խոսքին, օրինակ այս խոսքն ասում է, որտեղ 2-3 հոգի իմանով հավաքվեն, ես այնտեղ ներկա եմ։ Ովքեր են հավատում, որ Հիսուսը այդտեղ ներկա է։ Դուք Հիսուսին ֆիզիկապես հիմա ոնց որ ինձ եք տեսնում եք։ Չեք տեսնում։ Ոնց որ իմ ձայնն եք լսում եք իր ձայնը, չեք լսում։ Բայց հավատում եք, որ ինքը այդտեղ ներկա է։ Եվ ո՞րն է ձեր հիմքը, որ հավատում եք այդտեղ։ Աստծո խոսքը։ Այսինքն, եթե Աստծո խոսքը ասում է այդտեղ, ուրեմն այդտեղ է։ Ուզում տենամ, ուզում չտեսնեմ, այդտեղ է։ Եթե ես հավատում եմ, որ Հիսուսը այդտեղ է, իրան ինչ եմ ասեմ իր ներկայության համար։ Ասում ենք շնորհակալ ենք Հիսուս ջան քո ներկայության համար։ Ամեն։ Ուղղակի, շնորհակալություն ու ծանր բան չի, չէ՞ շնորհակալություն ասելը։ Շատ հեշտ բան է, շնորհակալ եմ։ Որ մեկի տուն ես գնամ, քեզ հաց հավերասիրեմ, վերջում ինչ ես ասում։ Շնորհակալ եմ։ Հաջորդը։ Օրինակ Աստվածաշունչն ասում է, որ մի ուրախանակ, որ դևերը ձեզ հնազանդվում են։ Ղուկաս ավետարան 10-րդ գլուխ 20-րդ խոսքն ասում է. այլ ուրախացեք, որ ձեր անունները գրված են։ Եթե դու վստահ ես այդ խոսքին, եթե դու իսկապես հավատում ես, որ քո անունը գրված է, ինչ ես ասում Հիսուսին։ Շնորհակալ եմ Հիսուս, որ իմ անունը գրված է կյանքի գրքի մեջ։ Փառք Տերոջը, շատ հեշտ է, չէ՞։ Օրինակ, եթե հավատում ես, որ Հիսուսը քո մեղքերը ներել է, խաչվել է քեզ համար, հարություն առել, ինչ ես ասում։ Շնորհակալ եմ,
Ուրիշ բան պետք չի, ուղղակի պետք է ասել շնորհակալ եմ, որ խաչվել ես, բայց դու խաչելության ժամանակ չես տեսել, այնտեղ ներկա չես եղել։ Ուղղակի ինչ ես ասում, ասում ես շնորհակալ եմ։ Եթե դու հավատում ես, որ Հիսուսը ներել է քո մեղքերն, ասում է, թե խոստովանեք ձեր մեղքերը, հավատարիմ մարտարի որ կների։ Դու խոստովանեցիր քո մեղքը։ Եթե հավատում ես, որ այդ խոստովանքը լսել է ու ներել է, ինչ ես ասում, շնորհակալ եմ, որ ներել ես։ Եբրայեցիս 10-րդ գլուխ 17-րդ խոսքն է, եթե չեմ սխալվում, ասում է, ձեր մեղքերը պիտի ներեմ եւ այլևս պիտի չհիշեմ։ Ինչ ես ասում Տիրոջը, հայ շնորհակալ եմ, որ դու ներել ես իմ մեղքերը այլևս չես հիշում։ Շնորհակալ եմ։ Հավատում ես, որ Հիսուսը խաչվել է քո մեղքերի համար։ Հավատում ես, որ Հիսուսը քո անեծքը վերցրել է։ Իսկ հավատում ես, ամենաբարձր տեղն են գալի։ Իսկ հավատում ես, որ այն հիվանդությունը, որ հենց հիմա քո մարմնի մեջ ունես եւ զգում ես եւ բժիշկն ասել է, Հիսուս այդ հիվանդության գինն է վճարել։ Իսկապես հավատում ես, բա որտեղից գիտես, որ Հիսուսը քո հիվանդությունը վերցրել է։ Բացեք Մատթեոս ավետարան 8-րդ գլուխ 17-րդ խոսքն ենք կարդում։ Եթե դուք ասում եք, որ հավատում եք, որ այս Աստծո խոսքը ճշմարտություն է, ուզում եմ միասին կարդանք Մատթեոս ավետարան 8-րդ գլուխը։ Մեր Աստվածը նույնն է երեք այսօր եւ հավիտյան։ Ամեն, հավատում ես դրան։ Տես ինչ ասեմ։ Նրա խոսքը չի փոխվել։ Սա մի տեղ ասրելիներ, որ այս 8-րդ գլուխը ամբողջական եթե կարդանք, առաջինը ինքը բժշկում է բորոտին։ Հիսուսը բժշկում է բորոտին։ Հիսուս այսօր կարա բորոտին բժշկի։ Կարա։ Հաջորդը ինքը բժշկում է այն հայրապետի ծառային, որ ասա մի խոսք ասա եւ իմ ծառան կբժշկի։ Եվ երրորդը Հիսուսը բուժում է 14-րդ խոսքը 8-րդ գլխի, բուժում է ինքը Պետրոսի զոնքաչին։ Շատերն ասում են Պետրոսը ուրացավ նրա համար, որ իր զոնքաչին բուժեց։ Հումորներ են անում։ Չէ, բայց ձեր չի։ Այդ ձեր չի։ Տեսեք ինչ ասեմ։ Ասում է նա բուժեց Պետրոսի զոնքաչին։ 18-րդ խոսքը 18 ներողություն 23 խոսքում նա փոթորիկն է խաղաղեցնում, հետո վերջում դիվահարին է բժշկում, բայց երբ որ մենք կարդում ենք 16-17 համարներ, տեսեք ինչ ասում։ Եվ երբ իրիկուն եղավ, շատ դիվահարներ բերեցին Հիսուսի մոտ, խոսքով հանեց չար ոգիներ եւ բոլոր հիվանդները բոլորի մեջ մտնում է բոլոր հիվանդները բժշկեց 17 խոսքը ինչու որպեսզի կատարվի Եսայա մարգարեի միջոցով ասված խոսքը Հիսուսը մեր հիվանդությունները այսօր շատերը կան այս նախադասությանը չեն հավատում ասում են Հիսուսը մենակ այն ժամանակ է բուժել ասում է Հիսուսը վերցրեց մեր հիվանդությունները ու մեր ցավերը ասում եմ ինչ եք ասում ես անմիջապես տեսել եմ Հիսուսին եւ այս ականջովս լսել եմ ինձ ասել որդիս կարաս հավատաս որ ոչ միայն քո մեղքերի համար եմ խաչվում այլ նաեւ քո հիվանդությունների համար ինչա Հիսուսը այն ժամանակ որ հիվանդներին բուժում էր այսօր չի կարա բուժի ասում է որպեսզի կատարվի խոսքը որ խոսքը նա նովա Տեր Հիսուսը մեր հիվանդությունները վերցրեց եւ մեր ցավերը կրեց եւ երբ որ գնում ենք առաջի Պետրոս այստեղ հավատում ես որ Հիսուսը վերցրել է քո հիվանդությունը ու ցավերը ոչ միայն մեղքերը տեսեք Պետրոս առաքյալը ինչ ասում եթե վերցրել է Պետրոս առաքյալը երկրորդ գլուխ 24-րդ համարում ասում է հետեւյալը այն համարը ավելի է գեղեցկացնում երկրորդ գլուխ 24-րդ համարն ասում է հետեւյալը ասում է ուրեմն մեր մեղքերը իր մարմնով խաչափայտին գամեց Հիսուսը խաչափայտի վրա գամել է մեր մեղքերը գիտեք մեղքերն ինչ է մեղքերի ծնված հետևանքները գիտեք որոնք են հիվանդությունները սկզբից մեղքը եկավ մեղքից հետո էլ ծնվեցին հիվանդություններ Հիսուսը եթե այդ մեղքի հարցը լուծել է ինքստիկյան այդ հիվանդության հարցն էլ լուծվել այնտեղ ասում է վերցրեց ձեր հիվանդությունները ու ցավերը այստեղ ասում է ձեր մեղքերը ասում է ուրեմն Հիսուսը որ մեր մեղքերը իր մարմնով եթե Աստվածաշունչը վերցնեք ու կարդաք այնտեղ գրեչով որ գրած է մեր ես ընդի գրել եմ իմ կողքին ավելացել եմ իմ այնտեղ եթե Աստվածաշունչը բացեք կարդաք Արթուր անունը շատ կհանդիպեք շատ
Սա չի նշանակում, որ մենք ավելացնում ենք եւ պակասացնում ենք։ Մենք իրավունք չունենք Աստծո խոսքը ավելացնել եւ պակասացնել։ Մենք ուղղակի այնտեղ գրում ենք, եթե Աստված ասում է Աբրահամի, Իսահակի, Հակոբի Աստված, ես այնտեղ կողքը գրել եմ Արթուրի Աստված նաեւ։ Դու կարող ես գրել քո, եթե հավատում ես, որ նա քո Աստվածն է, քո հայրն է։ Հիսուսն ասավ, ես գնում եմ իմ հոր մոտ եւ ձեր հոր մոտ։ Ես գնում եմ իմ Աստծո մոտ եւ ձեր Աստծո մոտ։ Նա մեր հայրն է, մեր Աստվածը է, նա մեր պապան է։ Մենք նրան կարող ենք ասել, «Պապ ջան, քեզ շատ եմ սիրում, գանձս»։ Ամեն։ Եվ այստեղ ասում է, Հիսուսը վերցրեց ձեր ցավերը 24 խոսքի վերջինը, ասում է, Հիսուսի վերքերով դուք բժշկվեցիք։ Չի ասեմ կբժշկվեք։ Օնիկ եղբայրը չի ասեմ Կարմելա ջան, կուղարկեմ քեզ $100։ Ասում է ես քեզ արդեն ուղարկել եմ։ Այստեղ չի ասեմ ես քեզ կբժշկեմ։ Այստեղ ասում է դուք բժշկվեցաք, անցյալում արդեն կատարված փաստ է։ Հույսը դա ապագան է, հավատքը դա ներկան է, որը արդեն կա։ Հավատքը դա նա է, որ Տիրոջը մենք չենք տեսնում, բայց գիտենք, որ նա այստեղ ներկա է։ Հավատքը դա նա է, որ ինչ որ Աստծո խոսքն ասում է, այո եւ ամեն է։ Ես պետք է ասեմ, եթե Աստված քեզ ասում է օրինակի համար, կներեք մի հատ վերցնեմ։ Հիմա այստեղ ինչ եք տեսնում ձեռքից։ Ինչ գույն է սա։ Եթե Աստված ասի դա սպիտակ չի, սև է, ինչ կասես։ Ուրեմն սև է։ Հիմա միթե դա այդ ձև չի, ասում է ես ըստի ներկա եմ։ Մենք տենը մենք փաստ որ ներկա չի ստեղ ֆիզիկական մեր աչքերով։ Բայց քանի որ Տերն ասում է ստեղ է, որը պետք է ասես այո Տեր ջան, եթե ասես մածունը սև է, ուրեմն սև է։ Եթե Աստված ասում է ներկա եմ, ներկա է։ Եթե Աստված ասում է քո մեղքերը ներել եմ, ուրեմն ներել է։ Եթե ասում է քո անունը գրել եմ, ուրեմն գրել է։ Եթե ասում է ես քո ցավերը արդեն վերցրել եմ, քո հիվանդությունները վերցրել եմ եւ դու կատարյալ առողջ ես, ուրեմն ես կատարյալ առողջ եմ։ Ղազարոսին դեռ հարություն չի տվել, ասում է Տեր շնորհակալ եմ, հայ շնորհակալ եմ։ Հիմա եթե դու իսկապես հավատում ես, եթե մենք հավատում ենք, որ իսկապես մենք նրա վերքերով բժշկված ենք, ուրեմն ինչ ենք ասում, շնորհակալ ենք Տեր։ Գիտեք, 2 Կորինթացիս 5-րդ գլուխ 7-րդ խոսքն ինչ ասում։ Բացեք 2 Կորինթացիս 5-րդ գլուխ 7-րդ խոսքը, տեսեք այնտեղ ինչ ասում։ Այնտեղ ասում է 2 Կորինթացիս 5-րդ գլուխ 7-րդ խոսքը։ Հիմա ես կարդամ ինչ ասում։ Որովհետև հավատքով եմ քայլում ու ոչ թե երևույթով կամ զգացմունքով։ Հավատքով եմ ապրում։ Ես հավատքով եմ ապրում։ Ոչ թե երևույթով։ Երևույթը ինչ ասեմ։ Երևույթն ասում է այն, ինչը որ տենում ես, զգում ես։ Երևույթը ասում է այն, ինչը որ բժիշկն ասել։ Մի անգամ մի հատ Ռուսաստանում իմ ծառայությունների ժամանակ մի հատ ռուս կնոջ հետ ծանոթացանք, ինքը պրավասլավնի եկեղեցուց էր, ռուսական պետական եկեղեցու անդամ, Տյոթ Լյուբա, եւ ինքը ուներ հիվանդություն, ռակով հիվանդություն, ամենավերջի ստացիա, վերջի քիմիան էլ ընդունել էր եւ ուղարկել էին տուն, ասել էին գնաց մի շաբաթ ժամանակ էին տվել, որ պետք է ապրի այս կինը։ Ես իրան նվիրել էի գեդեոնական փոքր մի հատ նոր կտակարան ռուսերեն եւ իմ համարս այնտեղ գրած էր։ Եվ նա զանգեց ինձ եւ ասեց հետեւյալը։ Ռուսերեն էր ինձ հետ խոսում, ասեց բժիշկները ինձ տուն են ուղարկել եւ ես մի շաբաթ կյանք եմ տվել։ Հարազատներս արդեն պատրաստվում են իմ մահվան արարողությանը։ Բոլորը գիտեն դրա մասին, ես ինքս գիտեմ, Ռուսաստանում բացայտ ասում են։ Ասում է քահանան եկել է մեր տուն, բացյուշկեն իրանց, ասում է ինձ ասում է բեղքեր եթե ունես խոստովանի, որտեղ դու մահանան ես։ Ասում է եւ հանկարծ հիշեցի, որ քո համար այս գրքի մեջ, քո նվեր տված գրքի մեջ գրած է, որոշեցի քեզ ես զանգեմ, տեսնեմ դու ինչ կասես։ Ասեցի Տյոթ Լյուբա, ինչ որ ասել են քեզ, իրանք ճիշտ են ասել, դու պետք է մահանաս։ Բժիշկը ասել է, որ պետք է մահանաս, պետք է մահանաս։ Բացյուշկեն ասել է, որ խոստովանի մեղքի հետ, խոստովանի պետք է մահանաս։ Ասում եմ մահը կա ու կա մի անհանգստանա, երբ էլ ուզես այդ մահը կանգնած է, քեզ սպասում է, որ բան էլ ասես ինձ տար կտան մի անհանգստանա։ Բայց ասում եմ երկրորդ տարբերակ կա Տեր Հիսուսի ասածը։ Եվ այս խոսքերը իրան կարդացի։
Ասեցի դու հավատում ես այն գիրքը, որ ես քեզ նվիրել եմ, որ դա Աստծո խոսքը։ Ասեց դա я верю։ Այո, ես հավատում եմ։ Ասի շատ լավ, բերդե մի հատ ստուգենք, տեսնենք ինչպես ես հավատում։ Ու իրան ասեցի բացի այս տեղերը եւ կարդամ։ Բացեց այս առաջի Պետրոսի 2:7 կարդում է. Я исцелена ранами Иисуса Христа։ Ես բժշկված եմ Հիսուս Քրիստոսի բերքով, ասում եմ, ինչ հասկացաք այս խոսքից։ Ոսման չգիտեմ, ասեմ խնդրում եմ երկրորդ անգամ, ես հեռախոսով եմ այդտեղ խոսում, իրան մոդիկ չեմ, հեռախոսով այն զանգել։ Երկրորդ անգամ անորից կարդում, ես բժշկված եմ նրա բերքերով։ Ասում եմ, ինչ հասկացաք։ Ասում է, էլի չհասկացա։ Ասում եմ, խնդրում եմ երրորդ անգամ կարդա։ Երրորդ անգամ կարդում է, մեկ է երրորդ անգամ որ կարդում էր, մեկ է մի պահ կանգ առավ։ Ասավ, ոնց, ուրեմն ես բժշկված եմ։ Հանկարծ միտքը լուսավորվեց։ Ասի, այո, եթե հավատում ես, բժշկված ես։ Ոնց ասում, այսքան հեշտ։ Ասի, հա, այսքան հեշտ։ Ասում, ոնց, ես բժշկված եմ։ Ասում եմ, եթե հավատում ես, որ դա Աստծո խոսք է եւ Աստված սուտ չի խոս, բժշկված ես։ Հա, ասում, բա ինչ անեմ։ Ասի, մի հատ տետր ես վերցնում, տետր։ Տետրը գիտեք։ Տետրակ։ Ասեցի մի հատ տետրակ կարած վերցնես դատարկ, որ մեջը ոչինչ գրած չլինի։ Ասեցա, ասի մի հատ է գրիչ։ Ասեց հետո, ասի այդ գրիչի վրա գրում ես. Հիսուս ջան, շնորհակալ եմ, որ մենակ մեղքերից համար չես խաչվել, շնորհակալ եմ, որ ես քո վերքերով բժշկված եմ, ես կատարել առողջ եմ։ Ասի այդքան բանը կարած գրես։ Ասեց, հա, հեշտ է։ Ասեց, քանի անգամ գրեմ, ասի ինչքան կարաս այդքան է գրի։ Անց էր կացել 9 ամիս էր, 10 ամիս էր։ Մեկ է նորից զանգեց, ես այդ ժամանակ Չեխով էի ապրում։ Զանգեց ինձ, ես ու կինս էինք տունը, արդեն ուրիշ ձայնով, ուրախության ձայն, ինքը նորից։ Ասում Արտուր, ասում գիտես, ես չեմ մահացել, մինչև մա կենթանի եմ։ Ասում եմ, հա, փառք, ասում, ինչ ա եղել, ասում եմ, ձեզ լուբա։ Ասում եմ, որ ինձ ասել մի հատ տետր վերցրա եւ այնտեղ գրի, շնորհակալ եմ Հիսուս, որ իմ մեղքերից ոչ միայն համայց խաչվել, նաեւ հիվանդությունից եւ ես քո վերքերով բժշկված եմ։ Ասում 450 անգամ գրել եմ։ Եվ մինչև այսօր այդքան բանն ասում եմ, ամեն առավոտ արտում ասում, Հիսուս շնորհակալ եմ, որ ես բժշկված եմ։ Ու ասում եմ, մինչև չեմ մահացել։ Ասի փառք ասում, շնորհակի ամեն օր իրան ասել շնորհակալ եմ։ Սիրելիներ, եթե մենք հավատում ենք, որ Հիսուսի վերքերով բժշկված ենք, Հիսուսը դեռևս Ղազարոսին հարություն չէր տվել։ Նա նախապես ինչ ասավ։ Հիմա ուզում եմ մի հատ հարց տամ։ Ձեր մեջ կան մարդիկ, որոնց մեղքերը ներված չեն։ Ձեր բարձրացեք։ Հավատում եք, որ ձեր մեղքերը ներված են։ Փառք Տերոջը, ոչ մի ձեր չկա։ Փառք Տերոջը, հալելույա։ Իսկ ուզում եմ հիմա ձեր մեջի հիվանդները ձեր բարձրացնեն, ովքեր ունեն հիվանդություն։ 1, 2, 3, 4, 5, այս ինչքան հիվանդներ կան։ Միտեղ քարոզում էի, ասի քարոզս ավարտեցի, ասեցի ձեր մեջի հիվանդները թող ձեր բարձրացնեն։ Մի 10 քանի հոգի բարձրացին, ոնց որ հիմա ստեղ բարձրացեցին։ Հետո նորից սկսեցի քարոզել, ասեցի, հավատում եք, որ այս խոսքը ճիշտ ասեցա։ Ասեցի, իսկապես հավատում եք, հա։ Ասի դե հիմա էլ թող ձեր բարձրացնեն հիվանդները, մեկ է 10 ձեռքը դառավ 5 ձեռք։ Ասեցի, մի հատ եմ ուզում քարոզեմ։ Նորից քարոզեցի, ասեցի, հավատում եք իսկապես, որ դուք Տիրոջ վերքերով բժշկված եք։ Ասեց, հա։ Ասեցի, դե թող հիմա հիվանդները միայն ձեռք բարձրացնեն, 2 ձեռք բարձրացավ։ Հետո մի հատ ձեռք մնաց, մի հատ տարիքով կիներ, այդ կնոջը 5 անգամ ասեցի։ 6-րդ անգամ ասեց, ոչ, ես բժշկված եմ։ Սիրելիս, իսկապես հավատում ես, որ բժշկված ես Հիսուսի վերքերով։ Իսկապես հավատում ես, որ Հիսուսը քո հիվանդությունները վերցրել է։ Հավատքը դա միայն խոսքեր չի, դա գործողություն է։ Եթե հավատում ես, դու իրավունք չունես հիվանդիներում։ Եթե դու իսկապես հավատում ես, որ Տերը քո հիվանդությունը վերցրել է, այդ հիվանդությունները քեզ հյուր կգան։ Գիտեք, երբ որ ես փոշկեքից բուժվել էի, անցել էր մոտ տարի ու կես, հանկարծ քննություն եկավ հավատքի։ Կարծես 2 հատ խորովածի շամփուր վերցնեն ու կողեն փոշկեքին մեջ, երիկամների մեջ ու խառնեն։ Բայց արդեն տարուկես է, ես այդ ցավերը չգիտեմ ինչ, Աստված ինձ բուժել է կատարյալ։ Ահա որ մի հատ սուր ցավ։ Գիտեք ինչ արեցի։ Ուղղակի այս ձեռքս հիմա զբաղված է։ 2 ձեռքերս վերցրեցի, քանի որ իմ 2 երիկամներն էր Հիսուսը բժշկել, բայց այդ պահին տարուկես հետո հանկարծ մի հատ քննություն եկավ։ 2 ձեռքս վերցրեցի, ասեցի Հիսուսի անունով հեռացեք, ես կատարյալ առողջ եմ։ Հեռացան։ Հավատքը դա ռեալ
ավելի իրականությունը, քան այն, որ հիմա դուք ինձ լսում ու տեսնում եք, քան որ ես ձեզ տեսնում եմ։ Հավատքը հիմք ունի, եւ հավատքի հիմքը դա Աստծո խոսքն է։ Արթուրի խոսքը չի, Աստծո խոսքն է։ Եթե իսկապես դու հավատում ես, դու պետք է հավատքով վերցնես սիրելիս։ Եվ ասես, Նադեր Ղազարոսին հարություն չես տվել, բայց ասում ես, հայ շնորհակալ եմ։ Հիմա ուզում եմ ձեր մեջի հիվանդները ձեռք բարձրացնեմ։ 1, 2, ոնց որ մի քիչ քիչացավ թիվը։ Իմ հայերենը սպարզած ես, լավ, հասկանալի է։ Շատ լավ։ Ուզում եմ դու ուղակի հասկանաս մի բան, չնայես քո երևույթին, քո զգացողությանը։ Ես չեմ ասում այդ երևույթը ճիշտ չի։ Ես չեմ ասում բժիշկի ասածը սուտ է։ Բժիշկները փառտերոջ չէ բժիշկների համար, բայց բժիշկներից ավելի վեր մի բան կա, հավատք, հիմնված Աստծո խոսքի վրա։ Ուզում եմ մի պատմություն պատմեմ ձեզ, շատ պատմություններ կան։ Ես Հայաստանում ծառայել եմ բանտային ծառայություններում։ 11 տարի։ Երբ որ հերթական բանտերն էինք այցելում, այդ օրը 24 կամեր պիտի մտնենք, կամերը գիտեք որն է, սենյակն է, 24 սենյակ պետք է մտնենք, եւ 24 սենյակից 23-ն ենք մտել։ Առավոտից մինչև 8 ժամը ծառայում էինք։ Ամեն սենյակում եթե մի 10-15 րոպե մնաս, արդեն բավականին է, 23-ը բազմապատկի, այդքան ժամանակ ծառայում ես։ Սենյակից սենյակ ես քայլում, վերջապես աղոթում էինք, Աստվածը նոր կտակարաններ էինք նվիրում եւ այլն։ Եվ երբ որ վերջի սենյակը պետք է մտնենք, մի հատ առանձին սենյակ էր, ոստիկանները, որ մեզ միշտ առաջնորդում էին, ասին այդ վերջի սենյակը չենք ուզում մտնես։ Ասեցի ինչու, ասին որովհետև այնտեղ մի հատ մահացու հիվանդությունով եւ վարակիչ հիվանդությունով բռնավոր անստած, եթե դուք մտնեք այդ սենյակը, այդտեղից այդ մահացու հիվանդությունով դուրս կգաք, այդ վարակը կտանեք ձեր տուն, ձեր երեխաներին եւ ձեր շրջապատին։ Մենք իրավունք չունենք ձեզ այնտեղ թույլ տալու։ Ասեցի բացեք դուրը, ես պիտի մտնեմ։ Եթե անգամ իմ վերջին օրս էլ լինի, ես պետք է մտնեմ, բայց իմ մեջ կար հավատք։ Ասի բացեք, ասի դուք հասկանում եք ձեր կյանքի հետ եք խաղանում։ Ասի խնդրում եմ բացեք, որտեղ է պետք, բերեք ես ստորագրեմ, որպեսզի ձեր վրա ոչ մի խոսակցություն չգա։ Վերջապես այս ոստիկանները մեզ առաջնորդեցին, ես իմ օգնականից ասեցի, խնդրում եմ, եթե քո հավատքը չի հերիքում, դու մի մտնի, եթե քո հավատքը չի հերիքում, ես միայն պետք է մտնեմ։ Վերջապես ոստիկանն ասեց կներես բոլոր տեղերը քեզ հետ մտել եմ, բայց տեղ ես քեզ հետ չեմ մտնել։ Ես դուրը միայն կբացեմ, դու մենակ մտնի, ինչքան ուզում ես մնա, քո արյունը քո գլուխը, կոպիտ ասած։ Գիտեք, երբ որ դուրը բացեց, այնտեղ նստած էր իմ մանկության ընկերը, որ մակապարտեզից իրար հետ ենք մեծացել։ Եվ ես մտա այդ սենյակը, ինքը ուղղակի մի հատ ոսկոր ոնց որ միայն ոսկորներն էր։ Եվ երբ որ խոսում էր, իր բերանից իր ներսի օրգանները այրունով մսի կտորները դուրս էին գալի բերանից։ Եվ ամեն օր սպասում էին, որ մահանա եւ այդ մարդուն հանձնեն մորգին։ Երբ որ ես մտա, ամենաշատ այնտեղ մնացի։ Գնացի իր անունը իմ անունից էր Արթուր անունը։ Գնացի իրան գրկեցի։ Բաչեցի իրան, ասի Արթուր ջան, Աստված ինձ բուժել է, կարա քեզ է բուժի։ Ինքը զորով էր խոսում, բերանը մի կերպ էր բացել։ Ասեց ուր ես մտես տեղը, չի ես տենց բան արել։ Ասի չէ։ Մոտ 50 րոպե աչափ մնացի իր մոտ։ Ասի դու պետք է Հիսուսին ընդունես։ Ասեցի գիտես մահը ցանկացած պահի կա։ Եթե հանկարծ գնաս այս երկրից կուզենամ Հիսուսին ունենաս քո սրտի մեջ, պետք է Հիսուսին ընդունես։ Բայց ասի ես հավատում եմ, որ Աստված կարող է քեզ բուժի։ Չէ, ինձ բուժում չկա, ասեցի կա։ Իրան գրկել եմ եւ աղոթել եմ երկար զրուցելուց հետո եւ դուրս եմ եկել։ Դուրս եմ եկել, 2-3 ամիս էր անցկացել եւ նա կատարյալ բժշկվում է եւ բանտից ազատվում է եւ եկեղեցի է գնում ինչ օրս։
Մեր Աստվածը սիրելիներ չի փոխվել։ Նա նույնն է երեք այսօր եւ հավիտյան։ Նա այսօր էլ կարող է քեզ բուժի։ Նրա համար անհնարին ոչինչ չկա։ Նրա համար անհնարին ոչինչ չկա։ Ես կուզենամ, որ սիրելիներ դուք ուղղակի հավատաք։ Շատ վկայություններ ես ունեմ Աստծո արածներից, մեր ժամանակը քիչ է, կարծում եմ առիթ կլինի կպատմեմ, բայց ուզում եմ, որ դու հավատքով ուղղակի կանգնես հիմա քո ոտքերի վրա։ Ես ուզում եմ ավարտենք այսօրվա մեր ծառայությունը, հա։ Սիրելիս, ուզում եմ, որ հավատաս, որ Հիսուսը նա վերցրել է ոչ միայն քո մեղքերը, այլ նաև վերցրել է քո հիվանդությունը։